բարձրանում, ես էլ եմ բարձրանում։ Ինչի՞ պետք է չուզենամ։ Կար հարցը դուրելի։ Պարոն Սաղաթելյան, Ինչ եղավ, Լուսինե ջան։ ստորագրությունները, որ հանձնեցինք այսպես պատիվ նախաձեռնությանը, նախ քիչ ավելի բացեք ինչ է։ Ես հստակ հասկանամ, պարոն Սաղաթելյան, միացել եք թե չէ միացել։ Ուրեմն միացել ենք 4 ամիս առաջ այդ մասին հայտարարություն ենք արել, երբ որ քաղաքական ուժը խմբակցությունը անում պաշտոնական հայտարարություն, որ միանում ենք, դա միացել ենք 4 ամիս առաջ։ Այս բային այդ ստորագրությունները, հետո դե տեսեք, տեսեք։ Լավ, եկեք սկզբից գամ, կարծես թե այդքան ելույթը դեր տեղի կա։ Ստորագրությունները տվել էիք, բայց ասում եմ, որ այն Մենք տվել էինք, ասել էինք, որ միանում են գործընթացին, 4 ամիս գործընթաց առաջ չի գնացել, մեր ընկերները, գործընկերները պատճառաբանել են, որ առաջ չի գնում, որովհետև մեր ձևաթղթի տակ ստորագրված չի։ Այսինքն այն հայտարարությունը, որ արել ենք, միանում ենք, դա բավարար չի գործընթաց առաջ տանելու համար։ Ու վստահեցրել են, որ կան ՔՊ-ական պատգամավորներ, որոնք չեն միանում այն պատճառով, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Մենք փոխանցել ենք մեր ստորագրությունը մեր գործընկերներին, ասել ենք կցեք ձեր ձևաթղթին։ Եթե անհրաժեշտ է, նույնիսկ տեխնիկական լրացուցիչ խնդիր կա, կստորագրենք այն ձևաթղթի տակ, կամ կփոխադրենք այդ ստորագրությունները այն ձևաթղթի տակ, որը իրենք առաջարկել են։ բայց Տեղաբար, դե 25 պատգամավորը ստեղ չէր, համարեք դրված, այդ հարցը լուծված։ Կարող ենք ասել, որ վարչապետի ձեր թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։ Հստակ կարող ենք ասել։ Իհարկե։ Դավիթ Համբարձումյանը հանրապետական կուսակցության իմպիչմենտի թեկնածուն է, որին մենք ստորագրում ենք ողջամիտ ժամկետներում իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Հայաստան խմբակցությունը, նաև խոսակցություններ կան, որ թեկնածու չունի չի առաջադրում։ Հայաստան խմբակցությունը մի հոգու փոխարեն ունի մի քանի թեկնածուներ, բայց այդ գործընթացը ստեղ կանգնեմ, բայց մենք գործընթաց չենք նախաձեռնել ազգային ժողովում, որովհետև մեր թեկնածուները չունեն պայմանավորվածություն կամ ՔՊ-ի կողմից վստահություն, որ իրենք կմիանան։ Հիմա մեր գործընկերները ասել են, կա նման պայմանավորվածություն իրենց թեկնածու հետ կապված։ Այսինքն եթե մենք չենք մեկնարկել գործընթացը, դրա պատճառը ինչի որ թեկնածու չենք ունեցել։ Մենք թեկնածու չենք ունեցել, որ վստահ լինենք քաղաքացիական պայմանագիրը կմիանա։ Ժորժ ջան, մենք 3 ամիս առաջ ենք ասել, որ Դավիթ Համբարձումյանի հետ որևէ խնդիր չունենք, միանում ենք։ Հիմա 3 ամիս անցել է, մեր գործընկերներն ասում են ձևաթուղթն է պատճառը, որ առաջ չի գնում, խնդրեմ, միատել է ձևաթուղթի տակ փոխանցել։ Հանրապետականներ ունեք թեկնածու։ Ինչ։ Եթե միացել եք արդեն, դուք ունեք թեկնածու։ Այ քեզ բան։ Մենք պատիվ ունեն խմբակցության ներկայացրած թեկնածուի տակ ստորագրում ենք եւ համաձայն ենք Դավիթ Համբարձումյանով իմպիչմենտի գործընթացը ողջամիտ ժամկետներում սկսելու համար։ Ժամկետ ինչ է նշանակում։ Ողջամիտ ժամկետը նշանակում է, որ տրամաբանական, այսինքն եթե սա էր խոչընդոտը 4 ամիսներում, որ գործընթաց առաջ չէր գնում, այդ խոչընդոտը վերացված է եւ process-ը շատ արագ տեղի կունենա։ Ընդ որում հայտնել ենք նաև մեր աջակցությունը։ Ժամեք դրեք պատիվների վրա։ Չէ, ողջամտությունից, տրամաբանությունից եւ քաղաքական առաջկա գործընթացներից ենք խոսում։ Այդ ոնց որ խառնում ես ով է։ Ասա մի հատ ուշադրեք տեսնես ով է։ Ես Գեղամ Նազարյան։ Այս գործընթացը ընդհանրապես գործընթացի համար եւ ձեր ընտրողների առաջ, որովհետեւ 2021 հայտարարեք, որ այ մենք փորձեցինք Ես Գեղամ Նազարյանին չեմ մեկնաբանում, մնացած հարցերը կարող եք ուղղել process-ի քաղաքական պատասխանատվություն ստանձնած մեր գործընկերներին։ Պետք է լրացնի անհրաժեշտ տրամաբանությունը դա է, տրամաբանությունը։ գործընթացին չի խախտում
Մենք տեսեք հրապարակային ասում եմ մեկ անգամ եւս կրկնում եմ, որ մեր աջակցությունը լինելու է։ Գիտեք ինչ կա հստակ տրամաբանություն, կարծեմ սա որևէ մեկը նաեւ չի հետքում, որ այս process-ը կարող է հաջողության հասնել բացառապես այն դեպքում, երբ որ մենք կարողանանք փողոցում գեներացնենք հուժկու ծավալուն համաժողովրդական շարժում։ Մենք process-ի տրամաբանությունը տեսնում ենք բացառապես այդ ճանապարհով։ Մինչև հիմա այդ հարցը մենք չենք քննարկել։ Դե գիտեք, որոշ հարցեր կա, որ նախաձեռնողին պետք է հարցնել։ Մենք աջակցելու ենք, իհարկե աջակցելու ենք։ Մի վարքյան էլի, որ 22 թվականին ես եմ հայտարարել առաջին impeachment-ի մասին։ Անցնող ժամանակահատվածում մի քանի անգամ փողոց ենք գեներացրել։ Այո, փորձել ենք այս ճանապարհով հասնենք հաջողության։ Չենք ունեցել այդ ստորագրությունները, դրա համար այդ գործընթացը չի սկսվել։ Հիմա կա որոշակի վստահություն, որ հնարավոր է դա ունենալ։ Բնականաբար մենք իբրև շահագրգիռ կողմ ոչ միայն դրան չենք խոչընդոտ լինելու, որովհետև մեկին էլ թույլ չենք տալու դա այդպես մեկնաբանել, այլ ամենք էլ աջակցելու են։ Ուժեր կան, որ վախենում են հերթականություններից։ Մի հատ հերթով հասկանա, որ հարցը Ուժեր կան, որ վախենում են հերթականություններից, որ իրենք չեն հաղթահարելու, այսպես ասած, անհրաժեշտ շեմա, անգամ դիմադրի դաշտում եւ հիմա պետք է այսպես impeachment-ի Եկեք այդ հարցի մեջ չխորանամ, բայց ակնհայտ է, որ ուզենք թե չուզենք, տարին նաև ինչ-որ կերպ նախընտրական տարի է եւ քաղաքական ուժերը, խորհրդարանական, արտախորհրդարանական եւ բոլորը փորձել են ամեն մեկը մի օրակարգով մի կերպ ներկայանալ ժողովրդին եւ դիքավորվել, որը շատ նորմալ է։ Հենց որ Ալեն Սիմոնյանը ասաց, որ հատկապես օգոստոսի 8-ից հետո ժողովրդին այդ ձայնը կա եւ իրենք 50+1 եւ ավել ստանալ, իսկ ընդդիմությունը չի հաղթի։ Օգոստոսի 8-ը Հայաստանի համար որևէ ձեռքբերում չի եղել, օգոստոսի 8-ը իրենց ազգակործան քաղաքականության հերթական փուլն էր եւ այդ զիջումները եւ նոր կապիտուլյացիան իրենք չեն կարող մեր հասարակությունը վաճառել, իբր ձեռքբերում եւ ստանալ մեր ժողովրդի քվեն։ Հետեւաբար Ալեն Սիմոնյանի, քրեականների եւ Նիկոլ Փաշինյանի այդ երազանքը մենք ամեն ինչ անելու ենք, որ իրականություն չդառնա եւ հերթական անգամ չկարողանան խաբել մեր ժողովուրդը։ տարածության Մեզ որևէ մեկը չի կարող ոչինչ չանելու համար մեղադրել։ Պատերազմից հետո մեր երկրում տեղի ունեցել մի քանի ժողովրդական շարժումներ չեն կարող, որտեղ բավարարները չեն ունեցել։ Ամեն ինչ արել ենք այս իշխանություններին հեռացնելու, այդ շարժումները նաև մեկը մյուսին հաջորդող ավելի ծավալուն եղա, այո, դժբախտաբար մենք չենք կարողացել այդ շարժումները հասցնել մի ծավալի երկրում հասնել երկիշխանության եւ ստիպել Ալեն Սիմոնյաններին եւ մյուսներին, որ Նիկոլ Փաշինյանին հայտնեն անվստահություն։ Սաղաթելյան, պատիվ ունենից Տեսեք, կա process-ը ստանձնած, քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ մեր գործընկեր պատիվ ունենա։ Ինչ ծրագրով, ինչ քայլերի հերթականությամբ, ինչ ժամկետներում պետք է հարցնել իրենց։ Մենք էլ մշտապես պատրաստ ենք այդ խնդիրը քննարկելու եւ մեր աջակցությունը ցուցաբերելու։ Հակ քննարկումներում պատիվ ունեմ ասում եք, իրենք կան պատգամավորներ, որ պատրաստ են նրանք, որտեղ Հայկ Մամուջյանները Ես ասում եք, որ կան պատգամավորներ, պատրաստ են նրանք, Այո, ես այդ մասին անդրադարձել եմ, փակ քննարկումների ժամանակ չենք ունեցել այդ խոսակցությունը, բայց հրապարակային կերպով բազմաթիվ անգամ ոչ միայն գործընկեր Հայկ Մամուջյանը, այլ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ վստահեցրել են, որ կան մարդիկ պարզապես այս փաստաթղթն խոչընդոտ։ Հետևաբար, եթե սա է խոչընդոտը, այդ խոչընդոտը վերացված է ու խնդրում եմ թող որևէ մեկը չմեկնաբանի, թե վերջապես մենք միացանք։ Մենք միացել ենք 3 ամիս առաջ, հրապարակել ենք այդ ստորագրությունները, ասել ենք եկեք ֆիքսենք, որ Հայաստան խմբակցությունը միացել է, միասնաբար ուժերով աշխատենք քրեական պատգամավորների վրա։ Հիմա ինքը վերանայել այդ խոսել է
Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ այս պահին այս գործընթացը հաջողելու պայմաններ չի տեսնում, բայց եթե կա քաղաքական ուժ, որ տեսնում է, մենք միայն իրենց օգտվում ենք եւ աջակցություն ժողովրդին։ Տեխնացու արդեն առաջադրված է, ցավը կան։ Տեխնացուն առաջադրված է։ Խնդրեմ։ Դժբախտաբար Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին որտեղ բանակցություն չի վարել։ Մենք հաստատում ենք, որ ձեզ եւ դուք մեր հանրությանը ներկայացնում եք խաղաղությանը կապ չունի, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի ներքին արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հակահայ փաստաթղթերը մեր կողմից անընդունելի են եւ այո, պետք է քննարկել դրանցից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը կրկին նախագահներին հրավիրում է բանավեճի, ՔՊ խմբակցության ղեկավարն էլ ասում է դե վախենում են, գիտեմ որ պատերով կծեփվեն, դրա համար չեն գալիս այդ բանավեճի։ Ասենք այդ ասելուց հետո այդ մարդու հետ ես 5 տարի առաջ եմ ասել, երբ որ այդ բանավեճի հրավերը կար, որ բանավեճից առաջ ինքը պետք է որևէ պոլիկլինիկայից մի փաստաթուղթ ներկայացնի իր առողջության եւ adekvatության վերաբերյալ։ Առանց այդ փաստաթղթի առկայության չեմ կարծում իր հետ կարելի է գնալ բանավեճ։ Նաեւ պահանջում են, որ բանակցվող փաստաթուղթը հրապարակի 2000 Այո, իհարկե, ես ճիշտ եմ անում։ Դա իրատեսական եք համարում, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը կհրապարակի։ Եթե ինքը չհրապարակի, իշխանությունից հեռացնելուց հետո մենք կհրապարակենք, որպեսզի մեր հանրությունը հասկանա ինչա տեղի ունեցել։ Իշխանական պատգամավորները ամեն դեպքում որոշները պատրաստ են միանալ գործընթացին, այնքան թվով մարդ, որ բավարար լինի օրակարգ բերելու, թե իմպիչմենտ հայտարարելու համար։ Ես չեմ հայտարարել այդ մասը։ Ես հողում եմ արել մեր գործընկերներին, որ կան պատգամավորներ, ովքեր կմիանան եւ այդ գործընթացը ձգձգվում է կամ մինչեւ հիմա չեն միանում։ Նաեւ այն պատճառով, որ այդ ձևաթղթի, հենց այդ ձևաթղթի տակ մեր ստորագրությունները։ Կատեմ ձեզ քանակի մասին ասել են, օրինակ կբավարարի Մենք ընդհանրապես ճիշտ ենք համարում նման զրույցները փակ հանդիպումներում ունենալ, բայց չենք ունեցել այդ մասը։ Իսկ 2026 թվականի ընտրություններին ձեր շանսերը ինչպես է գնահատում Հայաստան դաշտ։ Մենք մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, բայց երբ որ կգա դրա ժամանակ որոշում կկայացվի ինչ ֆորմատով, ինչ ձևով ենք մասնակցում այդ ընտրություններին, ավելի մանրամասն կխոսենք։ Տեսեք, այս պահին մենք ամենօրյա շփումներ ունենք Հայաստանի բոլոր մարզերում, գյուղերում, մայրաքաղաքում, մեր ժողովրդի հանրության տարբեր շերտերի հետ եւ մի քանի ուղղություններով աշխատանք իրականացնում ենք եւ արձագանքները բավականին դրական են։ Պարոն Սաղաթյան, առաջարկը ներկայացվի ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների ներկայացված փաստաթուղթը, եթե ներկայացվի, կա այնպիսի առաջարկներ այնտեղ, որ եթե Փաշինյանը դա կատարեր, պատերազմ չէր լինի։ Այսինքն դա այդքան վճռորոշ է։ Տեսեք, նախ ինքը հերքել է, որ 19 թվականին իր սեղանի վրա դրված է բանակցային փաստաթուղթ, գիտեք, ինքը երկար ժամանակ հերքել է, որ որևէ բանի շուրջ չեն բանակցում։ Եվ բնականաբար այդ առաջարկի մեջ կար շատ ավելի լավ պայմաններ, քան այն ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ինքը հետևողականորեն այդ ամեն ինչը տապալել է եւ պատճառներից մեկը դա է, որ չի հրապարակում այդ փաստաթուղթը։ Գուցե դուք հանրայնացնեք պարոն Սաղաթելյան, այդ ինչ լավ պայման։ Մենք այդ փաստաթղթի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց մենք պահանջում ենք, նախագահներն են պահանջել, առաջին նախագահը, որ տեսնեն այդ փաստաթղթի բնօրինակը։ Եթե ինքը չանի, հրապարակային շատ են խոսել։ Ես չեմ տեսել այդ փաստաթղթի, բայց այդ փաստաթղթի մասին բազմաթիվ տեղեկություններ եղել են, եւ եթե այդպես չի, թող հրապարակի հանրությունը կտեսնի, ճիշտ են ասում, թե ստա։ Պարոն Սաղաթելյան, եթե դուք գաք իշխանության եւ բանակցեք խաղաղության գործընթացի շուրջ, ասում եք Նիկոլ Փաշինյանը երբեք չի բանակցել խաղաղության շուրջ։ Կնշեք 3 կետ, որոնք ներառվելու են ձեր կողմից բանակցված փաստաթղթերում։ Գիտեք, դուք այդ հարցադրումով տպավորությունա, որ բանակցային գործընթացի
մասին եւ առհասարակ պատկերացումը բոլորովին այլ է կամ ոչ լիարժեք։ Իսկ ինչ է նշանակում 3 կետ նշել։ Ես կարող եմ նշել։ Ես այնպիսի դրույթներ, այնպիսի օրինակ ես միշտ ասում եմ, երբ որ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, ես ասում եմ, ինչ ինքը արել է, դրա հակառակը այլընտրանքն է։ Մենք առաջիկայում նաև շատ ավելի մանրամասն մատչել ենք, խոսենք երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության, բանակի մեր տեսլականի մասին նոր պայմաններում։ Եվ հիմա Մոսկվայում ըստորերի նաև տարածաշրջանային հարցեր են քննարկում։ Ինչ է նշանակում, այսքան Ռուսաստանը այսպես այլևս հարավային Կովկասում Թրամփի ուղիով է առաջնորդվելու, թե ինչպես Ալեքսանյանը կարող է Պուտինի ուղի լինի։ Նիկոլ Փաշինյանը վաղուց աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել։ Գնում է Վաշինգտոն, մի բան է հայտարարում, գալիս է Մոսկվա մեկ այլ բան, Բրյուսելում ուրիշ բան, Թեհրանում ամբողջովին նոր բան եւ նաեւ Հայաստանի նկատմամբ անվստահությունը եւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ազդեցությունների բախումը մեր տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանում պայմանավորված է նրա այդ շուստրի գերշկական արտաքին վարած արտաքին քաղաքականությունը։ Հետևաբար, եթե 5 օր հետո լրիվ մի ուրիշ բան հայտարարի, ես որևէ կերպ չեմ զարմանա, հաշվի առնելով, որ նախաճաշին մեկ բան ասում, ճաշին մեկ բան, երեկոյան լրիվ մի ուրիշ բան։ Բայց Վաշինգտոն ու Մոսկվա հարաբերությունների այս տոնին այլևս Բայդենի վարչակարգ հնարավոր չի, որ հարավային Կովկասում իրենք որևէ համաձայնության կան։ Սա այս տարբերակը բացառում է։ Տեսեք, հարց եք տալի, որի մասին կարելի է շատ երկար խոսել։ Եվ արտատարածաշրջանային ուժեր տարածաշրջան հրավիրելով Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն եւ կանոնի